Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրի բժշկական կենտրոնի նյարդաբանության եւ կաթվածի բաժանմունքի կինեզոթերապիստ Յուրա Երիցյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Նախ կուզենայի, որպեսզի մի փոքր խոսեինք, թե ընդհանրապես իրենից ինչ է ներկայացնում կինեզոթերապիան։ Կինեզոթերապիան դա բուժում է շարժումների միջոցով։ Այս բուժումը առանց դեղորայքների է, առանց վիրահատական միջամտությունների։ Մենք օգտագործում ենք մարմնի ռեսուրսները վարժությունների տեսքով ճիշտ վերականգնում ստանալու համար։ Կոնկրետ հենց նյարդաբանության եւ կաթվածի բաժանմունքում կուզենայի հասկանալ ձեր դերը, կինեզոթերապիստի դերը, նշանակությունը, գործունեությունը, խնդրեմ։ Ուղեղի կաթվածի ժամանակ կինեզոթերապիայի դերը շատ մեծ է։ Շատ կարևոր են ֆիզիկական ակտիվություն ապահովելը, շատ կարևոր է բժշկի ցուցումներին հետևելով, եթե մենք չունենք հակացուցումներ, նախնական շրջանում, սուր շրջանում մենք ճիշտ դիրքավորում ենք տալիս պացիենտին, դիրքավորումից հետո пассив շարժումներ ենք կատարում, пассив շարժումները նրանք են, որ մասնագետը ինքն է կատարում պացիենտի փոխարեն, որից հետո արդեն տալիս ենք ուղղահայաց դիրք պացիենտին, սկսում ենք աշխատել ավելի пассив ակտիվ վարժությունների տեսքով, բուժարուն ինքն է փորձում մեզ օգնել շարժումները կատարել, այնուհետև եթե ունենում ենք ակտիվ շարժումներ, հիմնվում ենք ակտիվ շարժումների վրա։ Քայլքի տեխնիկայի վրա ենք աշխատում, կոորդինացիայի, այս սկզբունքով ենք շարժվում։ Հիմնականում ավելի հստակ եւ կոնկրետ երբ են կիրառում կինեզոթերապիան եւ ինչ պաթոլոգիաների ժամանակ։ Կինեզոթերապիան ընդհանուր առմամբ կիրառվում է հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրների դեպքում, նյարդաբանական խնդիրների դեպքում կինեզոթերապիան ցուցված է հետվիրահատական ռեաբիլիտացիայի տեսքով, կանխարգելիչ պրոֆիլակտիկ տեսքով կինեզոթերապիան ցուցված է։ Ինչքանով է կարևոր այս ֆիզիկական ակտիվությունը մարդու կյանքում ընդհանրապես։ Ընդհանրապես ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է մարդու կյանքում, սկսեմ այնտեղից, որ շարժումը կյանք է, եթե մենք ապահովում ենք ակտիվ կենսակերպ, լավ է բարելավում մեր սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, հոդերի աշխատանքը, հորմոնալ ֆոնն է կարգավորվում։ Ֆիզիկական ակտիվությունը մեզ թույլ է տալիս, որ խուսափենք մի շարք հիվանդություններից, օրինակ շաքարային դիաբետից, ինսուլտից, կաթվածներից, ինֆարկտի տեսքով, օստեոպարոզից։ Օրինակ, ինչպիսի ֆիզիկական ակտիվություն է պետք հենց ձեր թվարկած հիվանդությունները կանխարգելելու համար, որովհետև ինձ թվում է այս հիվանդությամբ տառապող մեր հեռուստադիտողների մեծ մասը, ավելի մեծ ուշադրությամբ հիմա ձեզ կլսեն։ Ֆիզիկական ակտիվությունը ճիշտ բեռնվածություն նախ պետք է ընտրել, եթե արդեն մարդ ունի պաթոլոգիա, ինչ-որ մի խնդիր, արդեն պետք է բժշկի եւ կինեզոթերապիստի ցուցումներով ճիշտ ծանրաբեռնվածություն ընտրի։ Այդ ծանրաբեռնվածությունը տարբերվում են ամենքի մոտ առանձին, նույնիսկ նույն խնդրով մարդու մոտ մի շարժումը ցուցված է, մի շարժումը ցուցված չի, ծանրաբեռնվածության այդ ժամանակային մասն է նաև կարևոր, թե ինչքան է ծանրաբեռնվածություն կրում մարդը։ Իսկ ընդհանրապես այդ ծանրաբեռնվածությունները, ակտիվությունները կարող են լինել տարբեր, կարդիո ակտիվություններ, ուժային գիմնաստիկա։ Օրինակ շաքարային դիաբետով հիվանդի մոտ։ Ինքը ինչպիսի ֆիզիկական ակտիվություն պետք է դրսևորի, որպեսզի, չգիտեմ, իր առօրյան ավելի դյուրին կազմակերպվի։ Ֆիզիկական ակտիվությունը շաքարային դիաբետի ժամանակ ինքը շատ կարևոր է, որ հորմոններ արտադրվեն, ինսուլին արտադրվի, մինիմալ ակտիվությունը քայլքի տեսքով նույնիսկ միջին տեմպով օրվա մեջ 30 րոպե շատ մեծ դրական ազդեցություն կարող է թողնել առողջության վրա։ Պարզապես դուրս գալ եւ քայլել։ Միջին տեմպ ընտրել եւ մաքուր օդին դուրս գալ քայլել։ Տանը նստելու փոխարեն։ Այո։ Վերադառնանք բաժանմունք։ Բաժանմունք։ Բաժանմունքում բուժարուների հետ կապը ինչպես է դրսևորվում, ինչպես է ստացվում, դյուրին է։ Չենք կարող ասել, որ դյուրին է, բայց շատ լավ է ստացվում։ Մենք բաժանմունքում ունենք
վերականգնողական սենյակ, որի օրինակը մեր բաժանմունքի ղեկավար Բաղդասարյան Ժորան տեսել է Ֆրանսիայում, ինքը յուրահատուկ կոնցեպտ է եւ մենք սուր շրջանից սկսած կարող ենք մեր բուժառուներին ապահովել նորմալ վերականգնման process։ Կապը նորմալ ստացվում է բուժառուների հետ եւ կարևոր նաեւ հոգեբանական այդ կոնտակտը, քանի որ մենք երկար ժամանակ ենք բուժառուների հետ անցկացնում 40-50 րոպե, մեր գործի մեջ մտնում է նաեւ բուժառուներին մոտիվացնելը, այդ վարժություններին, պարապմունքներին իրենց տրամադրելը։ Անհրաժեշտություն կա, որ կինեզոթերապիստը նաև լինի հոգեբան։ Միանշանակ պետք է հասկանալ հիվանդի հոգեբանությունը, մեկը ընկճված է, մեկը ոգևորված է, մեկը չի հավատում, մեկը շատ է հավատում, պետք է անհատական մոտեցում ցույց տալ յուրաքանչյուր հիվանդի։ Որքանով հասկանում եմ, դուք նաև շփում ունեք բուժառուների հարազատների հետ։ Ճիշտ է։ Այս կապը ինչպիսին է։ Այդ կապը հիմնականում միշտ լինում ավելի բարդ, քան բուժառուի հետ։ Սպասելի էր։ Հա, բուժառուի հետ, բայց լավ է, կարողանում ենք լեզու գտնել, այդ տեսանկյունից եւս հոգեբանական այդ մոտեցումը շատ կարեւոր է, քանի որ շատ հաճախ հարազատներն ավելի շփոթված, ավելի խառնված, ավելի անհանգստացած են, քան իրենք բուժառուները։ Ես կարծում եմ, որ նաև այս բուժման եղանակը երկար ժամանակ է պահանջում։ Կաթվածի օրինակով երկար ժամանակ է պահանջում, իհարկե կաթվածի տեսակից եւ այլ մանրամասներից, բայց հիմնականում երկար է տևում ռեաբիլիտացիան։ Համբերատար ձևով են բուժառուները այս ամենը տիրապետում, ձեզ հետ համահունչ է, այդպես ամեն օր, չգիտեմ, օրվա ինչ-որ մի գրաֆիկով։ Այդ հարցը եւս հենց հոգեբանական մոտեցման լուրջ կարիք ունի, քանի որ շատերը շտապում են, ուզում են միանգամից արդյունք տեսնել, պետք է չափավոր մոտիվացնես բուժառուին, պետք է իր հարցերին գրագետ ճիշտ պատասխան տաս, ոչ ստելով, ոչ չափազանցնելով, ոչ էլ թաքցնելով իրականությունը, պետք է ոսկե միջինը գտնենք։ Իսկ ձեր գործունեությունը եւ մատուցած ծառայությունները միայն այս բաժանմունքում է սահմանափակվում Գյումրի բժշկական կենտրոնում։ Միայն այս բաժանմունքում է սահմանափակվում, այո։ Իսկ ընդհանրապես թիմային աշխատանք ասված է, ինչպես է կիրառվում այստեղ։ Թիմային աշխատանքը շատ բարձր մակարդակի է վրա, թիմային աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա է, բժիշկների հետ կապը, ցուցումները, անընդհատ այդ գրառումները, թեստավորումները, փոփոխությունների դինամիկայի մոնիտորինգը շատ գրագետ կատարվում է։ Ընդհանրապես ուզում եմ հասկանալ, ինչ խորհուրդ կտաք նստակյաց կյանք վարող մարդկանց։ Ինչ է իրենց սպասվում։ Սպասվում են բազմաթիվ խնդիրներ, եթե խոսենք լուրջ նստակյաց կյանք վարելու մասին։ Օրինակ գրասենյակային աշխատանքում դա ընդունված բան է, չի կարող մարդը համակարգչի դիմաց նստելու փոխարեն ասենք կանգնած աշխատել։ Եվ նա ստիպված է նստած աշխատել։ Դա արդեն դատապարտելի է կամ այդպես չասենք, բայց ես օրինակ գրասենյակային աշխատողներին խորհուրդ եմ տալիս հեռախոսին դնել հիշեցում ամեն 45-50 րոպեն մեկ վերկենալ եւ կատարել ընդամենը 2-3 րոպե տևողությամբ մանրամարզություն, հասարակ շարժումներ, նույնիսկ հասարակ այդ քայլելը գրասենյակի տարածքով ինքը մեզ զերծ կպայի մի շարք խնդիրներից հետագայում։ Իհարկե թերահավատորեն են մոտենում այդ 2-3 րոպեանոց մանրամարզությանը, բայց իր էֆեկտիվությունը ապացուցված է։ Օրինակ այդ մանրամարզությունը ասված է 2-3 րոպեի մեջ, ինչպես կարող են տեղավորվել, ինչ շարժումներով գրասենյակում հարմարավետություն ոչ բոլոր գրասենյակներում են։ Միանշանակ հասարակ ուսերի պտույտներից, իրանի ձգումներից, կքանիստերից, թաթերի վրա կանգնել ձգվելուց սկսած, վերջացրած այդ քայլելով։ Քայլելն ինքը իրենից այրան շրջանառությունը կլավացնի, երբ որ ձգողության ներքո այրունը իջնում է ներքև ոտքին, երբ որ մենք թաթերի վրա 50 անգամ ընդամենը կանգնենք
իջնենք, այդ դրական էֆեկտ կունենա միանշանակ։ Սա կարծում եմ մեկ հոգու համար չի ասված, այլ գոնե այդ տեղանքում նստած այո մի քանիսը, որպեսզի այդ մեկը բոլորի ուշադրության կենտրոնում չհայտնվի։ Հա, միանշանակ առաջ եղել են ֆիզկուլտ դատարներ կոչվածը, որ շատ էֆեկտիվ եղել է դպրոցներում, նույնիսկ համալսարաններում ֆիզկուլտ դատարները շատ էֆեկտիվ են, շատ ճիշտ կլինի, երբ ամբողջ գրասենյակը կատարի 3 րոպեանոց ֆիզկուլտ դատար։ Այո, ինչպես ընդմիջմանն են գնում ընդմիջման սնունդ ընդունելու, այդպես էլ ձեր ասած այդ ֆիզկուլտ դատարները։ Որպես ֆիզիկական ակտիվության տեսակ կարող ենք առանձնացնել լողը։ Այո, կարող ենք ֆիզիկական ակտիվության լավագույն տեսակներից մեկն է լողը, քանի որ ջրի մեջ մարմնի բեռնվածությունը նվազում է եւ լողով զբաղվելու ժամանակ թոքերի սրտի աշխատանքն է բարելավում, չափավոր զարգանում են բոլոր մկանախմբերը, բայց լողը շատ մարդիկ դիտարկում են նաեւ բուժման տեսակ, օրինակ մեջքի ցավի, ճողվածքի ժամանակ լողը շատ էֆեկտիվ է, բայց ինքը բուժում չի հանդիսանում։ Ողնաշարի ճողվածքի ժամանակ մենք կարող ենք ինչ-որ մի փուլում լողը ցուցել, բայց ինքը բուժում չի հանդիսանում։ Պետք է լողին ճիշտ վերաբերվել, ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել։ Լինում են դեպքեր, երբ օրինակ մարդը ինքնաբուժությամբ զբաղվելու արդյունքում ավելի բարդությունների է հանգում եւ այդ ժամանակ նոր գալիս է արդեն մասնագետի մոտ։ Լինում են դեպքեր, երբ ինքնաբուժությամբ զբաղվելով ավելի բարդ վիճակով են գալիս մեր մոտ, լինում է դեպքեր, որ չեն հետևում մեր ցուցումներին, այսինքն ցավը անցնելուց հետո իրենք արագ ուզում են վերադառնալ իրենց հին առօրյային, որը բարդացնում է վիճակը։ Ավելի մեծ ցավով վերադառնում են մեր մոտ։ Եվ դրա արդյունքը ինչ է լինում։ Դրա արդյունքը երկարատև ու ավելի բարդ բուժում։ Մեր գործն է բարդանում իր ցավերը։ Իսկ ընդհանրապես ինչպիսի կանգառների դեպքում է, որ մարդը պետք է դիմի կինեզոթերապիստի։ Լինում են այսինքն այդպիսի դեպքեր այս բաժանմունքից դուրս, դրա մասին է խոսքը։ Լինում են կամախկամականային ցավերը, իրենք կինեզոթերապիստին դիմելու պատճառ են հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրները, հետտրավմատիկ խնդիրները, սպորտային վնասվածքներ, ինչու ոչ։ Իսկ գալիս են հաճախ է լինում դեպքեր, որ գալիս են։ Այո, սպորտային վնասվածքներով բուժառուներ մենք ունենում ենք։ Ինչպես է մշակվում բուժառուի վերականգնման պլանը։ Հատուկ այդպես տակտիկա կա։ Կա հատուկ տակտիկա, ամեն բուժառուի, ամեն խնդրի հետ անհատական մոտեցում ենք ցույց տալիս։ Սկզբից կատարվում է զննում, հավաքում ենք անամնեզ, գնահատումներ է կատարվում, կեցվածքի գնահատում, մկանային թեստավորում, շարժումների ամպլիտուդայի որոշում, այսինքն գոնիոմետրիա, որից հետո մենք ընտրում ենք բուժման պլանը։ Բուժման պլանը իրենից ներկայացնում է արդեն թուլացած մկանների ակտիվացում, ուժեղացում, լարված մկանների թուլացում, ստաբիլիզատոր մկանների ակտիվացում, իրենց աշխատանքի բարելավում, կորցրած ամպլիտուդայի սահմանափակման ուղղված վարժություններ եւ հնարքներ։ Այս ձեր նշած պլանը իրենից երկարատև ժամանակ է, հա, պահանջում։ Սուբյեկտիվ, այսինքն ամեն մեկին անհատական մոտեցում երևի։ Հա, անհատական մոտեցում կամ պրոտոկոլներ, որոնց մենք հետևում ենք, բայց ես ինքս լինում է դեպքեր եւ թույլատրելի սահմանով շեղմում եմ պրոտոկոլից, որ մի բան շուտ եմ սկսում, մի բան ուշ։ Օրինակ կարող ենք առանձնացնել կինեզոթերապիայի կիրառումը ողնաշարի ցավերի ժամանակ։ Շատ մեծ է դերը կինեզոթերապիայի ողնաշարի ցավերի ժամանակ։ Ցավերը կարող են ունենալ տարբեր պատճառներ, օստեոխոնդրոզ օրինակ, պրոտրուզիա, ճողվածք, կեցվածքի շեղումներ, հիպերլորդոզ, հիպերկիֆոզ, սկոլիոզ, էլի անհատական ամեն մի պաթոլոգիայի դեպքում մենք ընտրում ենք բուժման պլան, որը երկարատև, որը ավելի ագրեսիվ, որը ավելի մի քիչ բուժառուին ծանրաբեռնելով, այսինքն տնային առաջադրանքներ տալով սահմանափակվում ենք եւ ունենում ենք էֆեկտ։ Լինում են, որ այդ տնային առաջադրանքները չեն կատարում։ Իհարկե, հա։ Եվ
եւ ժամկետներն են տուժում եւ երբ մենք կարող ենք այդ լավ արդյունք ունենալ ավելի շուտ, մեզանից պահանջվում է ավելի երկար ժամանակ։ Լավագույն դեպքում այդպես։ Հիմնականում տղամարդիկ թե կանայք են ձեզ դիմում։ Հիմնականում տղամարդիկ։ Եվ նրանցից որոնք են ավելի շատ պահանջկոտ կամ կամակոր։ Եվ տղամարդկանց մեջ կան կամակոր տղամարդիկ եւ կանանց։ Իսկ երեխաների հետ ունենում եք գործ։ Երեխաների հետ չեմ աշխատում, ոչ։ Ես ուսանող տարիներին փորձեցի երեխաների հետ աշխատեմ, վերականգնողական կենտրոնում բավականին լավ էր ստացվում, հաջողություններ ունեի կողեին, բայց հոգեբանական տեսանկյունից ես այդ չկարողացա հաղթահարեմ։ Երեխաներին շատ եմ սիրում, իհարկե այդ հաշվի առնելով, որ ես կարող էի իմ վարած աշխատանքով իրանց օգնել, բայց համենայն դեպս որոշեցի մեծերի հետ աշխատեմ։ Նրանց հետ երևի ավելի հեշտ է ստացվում, այնուամենայնիվ կապի պահպանումը։ Հա, մեծերը հեշտ է։ Համագործակցությունների շրջանակ կա Կան։ Գյումրի բժշկական կենտրոնի եւ այլ կլինիկաների մասնագետների։ Կան, կենտրոնում էլ կան, կենտրոնից դուրս էլ կան, վերականգնողական կենտրոնների հետ մենք ունենք սերտ համագործակցություններ տարբեր մարզերի, օրինակ Երևանում ունակ վերականգնողական կենտրոնի հետ կապված մենք ունենք ստորագրված հուշագիր, սերտ կապերի մեջ ենք, փորձի փոխանակումներ, ընկերական հարաբերություններ։ Վերապատրաստումների հաճախ եք մասնակցում։ Այս տարին իմ համար հագեցած էր վերապատրաստումներով, որի համար շատ ուրախ եմ։ Այս վերջերս մասնակցեցի մալիկան կոնցեպտին նվիրված դասընթացին, որը դասավանդում էր աշխարհահռչակ մասնագետ Ժոզեֆ Անդերսոնը։ Այդ կոնցեպտը ուղղված է կոնկրետ կմախքամականային ցավերին եւ իր յուրահատկությունը նրանում է կայանում, որ կտրուկ է օգնում, շատ կարճ ժամանակում ցավը հանում ես եւ արդեն ճանապարհը բացվում վարժությունների։ Այդ վարժությունների շնորհիվ մենք կարողանում ենք ամրապնդել այդ մեր ստացած արդյունքը եւ դրանով կարճանում է ժամկետը բուժման։ Այնինչ ստանում եք, հա, վերապատրաստումների արդյունքում դյուրին է կիրառվում ներկայիս ձեր գործունեության մեջ։ Բավականին, ոչ միշտ հնարքներ կան, որ չեն ստացվում, հնարքներ կան, որ պահանջում են երկար հղկվել մեր կողմից, բայց հիմնականում այո։ Եվ քանի որ մեր հաղորդումը արդեն մոտենում է ավարտին, ես կուզենամ որպես մասնագետ ձեր կոչը եւ հորդորը հղեք մեր հեռուստադիտողներին։ Հեռուստադիտողներին կոչ եմ անում, որ իրենց մոտ առաջացած ցավերը չանտեսեն, ժամանակին դիմեն բժշկի, կինեզիոթերապևտի, կինեզիոթերապիստի եւ առողջ լինեն։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրի բժշկական կենտրոնի նյարդաբանության եւ կաթվածի բաժանմունքի կինեզիոթերապիստ Յուրա Երիցյանին։ Առողջ եղեք, Medinfo-ներ եթերում։